դպրոց էր բացվում Արտուր Աբրահամի անունով, ու ինչ ասես գրել էին, ինչ ասես, մարդիկ կային հանել են, ընենց խելացուտաղուտեղ են իրանց տրել, կամ չգիտեմ ունտեղն են իրանց տրել, հանել են գցել են, որ Արտուր Աբրահամը Ռոբերտ Քոչարյանի ծնունդան շնորհավոր է, տենում եք, ասма հիմա դե կողմնորոշվի Արտուր, ինչ կա կողմնորոշվելու այնտեղ են, սպորտսմեն է, սպորտը քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունի, այդ մարդուն ինչի համար եք խառնում քաղաքական հարցերի մեջ, այսօր Նիկոլ Փաշինյանն է, դպրոց են բացում, հարգում են պատիվը, որպես լավագույն սպորտսմեն, համաշխարհային սպորտսմեն, ով որ մեր ազգի պատիվը բարձրապահ է, այդ մարդը եկել է, վարչապետի ձեռքը սեղմել է, խոսում է, չգիտեմ, շնորհակալություն է հայտնում, ինչ անում, համենայն դեպս վաղը կլի Պողոս Պողոսյանը կանչի, չգիտեմ ինչ կբացի, այդ մարդը կեթա Պողոս Պողոսյանի կտենա, ինչի եք ստիպում, որ մարդիկ, ինչ որ չակերտավոր մարդիկ, որ հեղինակություն չունեն իրանց կյանքում, ուզում են հեղինակություն ձեռք բերեն Facebook-յան հարթակներում կամ չգիտեմ ուր դե, ձեր հետ հաշվի նստեն, ասենք Արտուր Աբրահամի նման տեղ են, որ համաշխարհային մակարդակով ճանաչում ձեռք բերեց ու Հայաստանին ներկայացրեց որպես պետություն, որտեղ սպորտսմենները ամենալավագույնն են ու չեմպիոններ են, այդ տղուն այսօր ով ինչ ուզի կարա գրի, հա, այդ ուրացակ, մոռացակ, սրբություն, ինքնասիրություն, թասի, բանուն, ձեր համար են, որ մեկին կարա պաշտեք, ինքը լավագույնը լինի, չգիտեմ, երկիրը ներկայացնի, լավ մարդ լինի, ու հաջորդ պահին, ինչ-որ մեկի դուրը չեկավ ինչ-որ մի բան, այդ մարդուն հողերին կարաք հավասարեցնեք, հա, այդ ա ձեր արժեք, հա, բոլորը ինչը վերաբերում բնականաբար ասած, վերաբերում են մասային, ովքեր որ տենց են մտածում, տենց են իրենց պահում, չկայացածները, որ Facebook-յան հարթակում ուզում են կայանան իրենց երկու հատ լայք են դնում, մտածում են իրանցից ինչ-որ բան են ներկայացնում, հա, խեք ընենց անում, որ մեզ ստիպեք, որ դուրս գանք արդեն անենց գործողությունների գնանք, որ հետո մտածեք, որ պետք չի անել այն ինչ որ անում եք։ Ինչու է այն խեք մարդկանց վարկաբեկում, օրինակ այն մարդկանց, ովքեր որ հարգանքի արժանի մարդիկ են։ Այն ժամանակ, որ երկրի դրոշը բարձրացնում էր, ամբողջ աշխարհն էր ճանաչում մեր երկիրը Արտուր Աբրահամով, ինքը հերոսն էր, ազգային տղա էր, լավագույնն էր, ազգի հերոս էր, իսկ երբ որ հիմա եկել ա ու իր պատվին դպրոց են սարքում, բացում են անում, չգիտեմ, արդեն այդ տաղ են, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ մարդիկ չեն սիրում, հակա Նիկոլ Փաշինյանական են, հակա իշխանական են, ուրեմն պետքա վարկաբեկ են, հա, այն մարդուն, ում որ պաշտել են ժամանակին, ով որ իսկապես մեր պարծանքն է, հա, ես համարում եմ, որ Արտուր Աբրահամը մեր պարծանքն է, ինքը քաղաքական գործի չի, քաղաքականության հետ կապ չունի, այսօր ով ուզում է լինի երկրի ղեկավար, վաղը, մյուս օրը, այդ մարդը ցանկացածի հետ կարա ձեռք սեղմի, ցանկացածին տեսնի, որովհետև ինքը չունի քաղաքական հայացքներ, ինքը սպորտսմեն մարդ է, խեք սպորտը, մշակույթը, կրթությունը խառնում քաղաքականության հետ, ով այսօր Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնավ հակա Նիկոլ Փաշինյանականները պետք է այդ մարդուն ամենավերջի խոսքերով վատաբանեն ու քարկոծեն, ու հակառակը, ինչ եք թևերի բաժանում, ազգը խեք պառակտում, դուք ով եք եղել, որ դուք Արտուր Աբրահամին բան ասեք, ես Արտուր Աբրահամին չեմ ճանաչում անձնապես, ես իր հետ ընդհանրապես շփում չեմ ունեցել, նույնիսկ դեմ առ դեմ չենք հանդիպել, 100 մետրի վրա ես այդ մարդուն չեմ տեսել, բայց ես իր գործը հարգում եմ, ես հարգում եմ Արտուր Աբրահամին իր կատարած սխրագործությունները, որ ինքը մեր երկիրը ներկայացնում էր ամենաբարձր հարթակներում։ Այսինքն այդ մարդիկ հիմիկվա, ովքեր որ Արտուր Աբրահամին տես բաներ են ասում, կամ առհասարակ տենց մտածելակերպ ունեցող մարդիկ, ցանկացած մարդու կարան հողերի հավասարացնեն, իրաց համար սրբություն, հարգանք, պատիվ, ազգայնականություն, ազգային արժեքներ գոյություն չունեն։